Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, եթերում Արարատյան խոհանոցն է Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայից։ Շատ ուրախ եմ, որ կրկին միասին ենք, շատ ուրախ եմ, որ միասին մենք նորից մի լավ գործ ենք անում, իսկ այդ գործի անունն է խոհանոց, վերականգնված խոհանոց։ Շարունակում ենք ներկայացնել Շիրակի մարզի բնորոշ խոհանոցը։ Այսօր ընտրել ենք հետևյալ կերակրատեսակը, որը կոչվում է հավը դդմով կամ դդմաճաշ հավով։ Օգտագործելու ենք հավ, դդում, սոխ, յուղ եւ իհարկե մեր մտահղացումները եւ սա շատ կարեւոր է հնագույն կերակրատեսակը վերականգնելու համար որևէ մտահղացում որևէ նորացում չվնասելով կերակրատեսակի ընդհանուր կառուցվածքը կերակրատեսակի ընդհանուր բովանդակությունը շատ ողջունելի է սկզբի համար մենք դդումը կկտրատենք դդումից խյուս ենք պատրաստելու հավը պատրաստվելու է դդմի սոուսի մեջ նյութը նախնական հենց դդմի հետ հավը միասին եփվում է բայց մենք կառանձնացնենք հավը մի հատ շոգե հարենք եւ կմիացնենք նոր սոուսին որպեսզի հավի կտորները մսակտորները ավելի զգայուն ավելի ազդեցիկ երևան շոգե հարենք քիչ ջրով դդումը ինչպես նշեցի դդումից ստանալու ենք սոուս ծածկենք կափարիչը առենք կրակը երկրորդ եւ անցնենք հավին հավի այս թևերը մեզ հարկավոր չեն այսպես բռնենք աշտերից Իսկ դեր կարող ենք վերցնել առանձին արգանակի համար այսպես կրծքամիսը 3 մասի կարող ենք բաժանել Ընդհանրապես հավ պատրաստելիս խոսքս երիտասարդ խոհարարներին է, եթե մենք պիտի բաժնային այսպես բաժանենք, հավը եւ բաժնային կերակրատեսակ օգտագործենք, հարկավոր է վերցնել կամ կես հավ կամ մեկ փոքր դեպի ճուտ, այսպես ասենք, հավ, որ պատրաստելիս բոլորին ընկնի նույն կտորները, եթե իհարկե օգտագործում ենք ամբողջական հավ։ Հենց թույլ ժամանակ, տեսեք, յուղ արդեն հալվեց, տեղադրում ենք հավի մսերը, և չենք հեռանում կաթսայի մոտից, որովհետև պիտի աշխատենք բոլոր կողմերից այսպես սպիտակ նույնիսկ կեղև առաջացնելու համար։ Ծայրերը փակեցինք, իջեցնում ենք կրակը, կափարիչը ծածկում և համբերատար սպասում մինչև ամբողջությամբ կկեղևապատվի։ Պատրաստելու ենք նաև սոխառած, սոխը կտրատենք ձողի կաձև, դրա համար այս ծայրի մասերը կտրում հեռացնում ենք Բարեկամներ, դուք տեսնում եք այլ մթերքներ, որոնք դեռ չօգտագործեցինք և այս կերակրատեսակի հետ կարծեք թե կապ չունի, բայց այո կապ չունի, որովհետև այս մթերքներով մենք պատրաստելու ենք աղցան, աղցանը կոչվում է հայք, օգտագործելու ենք ձավար, բաստուրմա, բայազետ ընկերության, մածուն, սխտոր և տարբեր կանաչիներ, տարբեր, բոլոր կանաչիները, այստեղ արդեն չկա որևէ սահմանափակում, բոլոր կանաչիները կարելի է օգտագործել։ Սոխն ավելացնենք։
Սոխը պիտի լինի ոսկեգույն, շատ կարևոր է դա, սոխին բնորոշ համը և օգտակարությունը ստանալու համար, վերցնենք ապսեն և կանաչիները, հիմա տեսեք, սա ինչն է, սա մեր թարխունն է, պոկում ենք ձեռքով, լինում է չէ տանը մեկ-մեկ կանաչին ստացել ենք, գնել ենք և օգտագործելու տեղ չունենք, կարծես թե ուզում է փչանալ, խնդրեմ, պատրաստենք աղցան, ինչու ոչ, նեխուրը կամ մարվանդանք ինչպես նշում ենք գրական լեզվով, նորից տերևները։ Երբ որ առիթ կլինի, այդ առիթը շատ է առաջ գալիս, հատկապես երբ որ մենք շփվում ենք օտարների հետ, կապված մեր խոհանոցի համեմունքի քիչ օգտագործելուն, որը ես խաբկանք եմ համարում, շատ դեպքերում մեզ նշում են այ ձեր տարածաշրջանում այս կամ այն խոհանոցները ազգային օգտագործում են շատ ավելի շատ քանակի համեմունքներ, քան թե հայերը։ Այստեղ պետք է հաշվի առնել, որ մեր սեղաններին միշտ անպակաս են թարմ կանաչին, կծու պղպեղը թարմ և մենք համեմունքների որոշ մասը վերականգնում ենք կամ լրացնում ենք թարմ կանաչի և թարմ պղպեղի, հատկապես կծվի միջոցով։ Այնպես որ մենք ընտրել ենք այլ ճանապարհ, մաղադանոս օգտագործենք, շատ օգտակար է, շատ վերինաշրջանի օգտակար կանաչի է մաղադանոսը, հիմա կանդրադառնանք, հիմա կարող ենք ավելացնել մի քիչ շաքարավազ, սոխառանցն արդեն կարող ենք վերցնել, սա սոխառանցն է, նշածս ոսկեգույն երանգ, բնականաբար շարունակում է տապակվել իր տաքությունով, այնպես որ դրա համար մի քիչ շուտ վերցնենք, ինչ ենք անելու, հիմա պիտի բովենք նաև ձավարը, աղանձ ստանանք, աղանձը, որ դեպքում են օգտագործում, որ տոնական օրերին, իհարկե, տրնդես, սուբսարքիս և այլն։ Հիմա այդ օրերը չեն, բայց կարող եք հիշել և օգտագործել։ Եվ ընդհանրապես աղանձ շատ են դնում սեղաններին, նույնիսկ ամանորին։ Սա այսպես համարյա բոլոր տեսակներից ունեցանք, ավելացնենք մի քիչ նորից երկրորդ շրջան, նորից թարխուն, գարնան գալը, բացի արագիլներից, նաև մեզ հուշում է թարխունի համեղ բույրը։ Սխտորը ծեծելու համար հարկավոր է, տեսեք նորից, մի քանի անգամ ասել եմ արդեն, այսպիսի ջիղեր կան, այսպիսի
ուղղությամբ, հարկավոր է հակառակ այդ ջլեր կամ ջղեր կամ իրեն ընթացքը կտրել, ավելացնել, դնել հավանգի մեջ, մի քիչ աղ և ծեծել։ Լավ ծեծել համասեր զանգված ստանալու համար։ Սա էլ ունեցանք։ Ծավալը բովվեց, հիմա կշարունակվի իր տաքությունով բովել, աղցանը ինչ ստացվեց։ Սխտորը ծեծեցինք, մածունի մեջ կլցնենք հիմա։ Մի քիչ նանակ ավելացնենք, չոր։ Խառնենք մինչև համասեր զանգվածի ստացում։ Սա էլ շատ կարևոր է, երբ որ մենք մածուն սխտոր մածուն ենք օգտագործում, երբ որ այսպես բերում դնում են եւ կտրված, այսպես շաղախված զանգված է լինում, այնքան էլ համեղ չի լինում, հարկավոր է լավ խառնել։ Սա այսպես։ Եվ մեր բաստուրման, բայազետ ընկերության բաստուրման, այսպես կտրատում ենք, շուրջ։ Տեսակ ամբողջը ձեռքերով, երկու գտալով, սիրելով խառնում ենք, մի քիչ սխտոր մածուն, չմոռանանք նորից սիրելով, գուրգուրելով այսպես։ Այսպես։ Դուք պիտի ուղղակի իմանաք, թե ինչ լավ բույր ունի, արդեն պատրաստ է աղցանը։ Հիմա կպատրաստենք նաև հիմնական կերակուրը։ Շատ ենք մենք տուրք տալիս մեր բնաշխարհին ոչ բնորոշ մթերքներին, որը հղի է, ես կասեի, անկանխատեսելի հետևանքներով, որովհետև մեր օրգանիզմը հենց մեր բնության, մեր բնաշխարհի, մեր այդ համային տարածությանն է սովոր, միջավայրին, և միշտ, իհարկե ես չեմ ասում, ուղղակի պիտի բոյկոտել եւ եշ, բնականաբար կան մթերքներ, որոնք տեղայնացվում են, նորմալ է, բայց ես չեմ ասում բոյկոտենք, բայց այնուամենայնիվ այն մթերքները բուսական աշխարհ, կենդանական աշխարհ, որոնք բնորոշ են մեր բնաշխարհին, պիտի շատ ներառվեն մեր սննդի համակարգ, շատ, մի քիչ շաքարավազ, բայց հիշենք, որ սոխառածը ունի շաքարավազ, մի քիչ աղ, մենք միսը արդեն հարստացրել էինք աղով և կարող ենք մի քիչ պղպեղ, այսպես, կարմիր հատիկավոր, մի քիչ էլ կծու, երևի հասկացաք, որ արդեն մատուցելու վաղտն է։
Վերջ բարեկամներ, գերագրատեսակը պատրաստ է։ Հավիք։ Այո, այստեղ է թևը։ Բուդիկ։ Եվ կրծքամիս։ Սոուս։ Աղցանը կտեղադրենք այս ափսեի մեջ։ Մի քիչ վնան նորից, այսպես սխտոր մածուն, բովված ծավար, չէ որ շիրակը նաև մեծ հայքի ծորենի, այսինքն հացի շտեմարաններ։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, պատրաստեցինք հավը դդմով, նորից կրկնեմ ճաշակի հարցը, կարող էինք նաև հարիչով հարել, սոուս, ընդհանուր սոուս ստանալու համար, և պատրաստեցինք հայք աղցանը, որը ուղղակի մեր սովորական կանաչիներն են, տարբեր կանաչիներ, ավելացրած մեր ավանդական բաստուրման, բայազետ ընկերության և բոված ծորեն կամ ձավար սխտոր մածունով։ Հավը դդումով։ Հավ 1 կիլոգրամանոց, դդում 800 գրամ, սոխ 120 գրամ, յուղ 80 գրամ, աղ 16 գրամ։ Բարի ախորժակ։ Հարգելի հեռուստադիտողներ, շատ կարևոր է, որ մենք գիտակցենք, մենք ենք պահապանը ազգային արժեքների, այլ տեղից չեն հուշելու, ոչ մի տեղից, մենք ենք պահպանել։ Եվ ուզում եմ, որ ուշադիր լինենք այս առումով, և ուզում եմ նաև, որ միշտ լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Իսկ այս գերագրատեսակները ճաշակելու համար հասցեն նույնն է, Մադոյան 9, Մեգերյան Կարպետ, ստեսյուն բարեկամներ։